Ողջույն Ինա Ստեփանյան, Ողջույն։ ով է Ինան։ Ինան հարավից մի աղջիկ է, ով հիմա ապրում է Հյուսիսում։ Ինա իմ համար Սյունած աշխարհը ամենան է մարզերից, Կապանն էլ ինձ համար Հայաստանի կենտրոնն է։ Ինչ փոխվեց քո կյանքում Կապանից, երբ որ եկար Երևան ապրելու։ Դե այնտեղ սովորել եմ, ծնվել եմ, իսկ այստեղ արդեն կրթությունը ստացել եմ, աշխատում եմ եւ իմ ընտանիքն եմ կազմել։ Կարելի է ասել կյանքիս կեսը առաջին անցել է Կապանում, իսկ երկրորդ կեսը արդեն Երևանում։ Ինա միջև Սեբաստացի դառնալը այդ ժամանակ սարեր, լեռներ, արշավներ կային քո կյանքում։ Չկային, բայց դա ավելի շատ հոգեպես էր, հոգևոր առումով էր։ Հիմա եւ հոգևոր է եւ արդեն ֆիզիկական, ավելի շատ եմ արշավում, արդեն ոչ միայն Սյունյաց լեռներում, այլ ամբողջ Հայաստանի լեռներում։ Բացի Զանգեզուրից, Զանգեզուրյան լեռնաշղթայից, նաև Արագած, սպասի, Ինա ինչպես որոշեցիր դառնալ Սեբաստացի։ Սեբաստացի ճիշտն ասած բարձրագույն կրթությունս երբ որ ավարտեցի, չէի մտածում, որ դպրոցում աշխատանքի կանցնեմ, այդպիսի նպատակներ չկային։ Շատ պատահական հայտարարությամբ գտա աշխատանքը, չգիտեի նախ Սեբաստացի կրթահամալիրը որն է, որտեղ է, ինչ նախագծերով, ինչ ծրագրով են առաջնորդվում, եւ մոտեցա մուտքի ճամբար անցա, դե գիտենք բոլոր սեբաստացիները սովորող, դասավանդող բոլորը անցնում են այդ յուրահատուկ ճանապարհը։ Ու ես էլ ինչպես բոլորը անցանք այդ ճանապարհը ու հիմա արդեն 7 տարի է որ այստեղ ենք։ Ինա 4 երեխա ունենալը նախապես որոշում էր, թե կյանքը բերես դրան։ Նախապես որոշված չէր, բայց արդեն վստահորեն էլի այդ ճանապարհը անցանք ցանկությամբ մեր իհարկե եւ վերևներից, ինչպես մեզ տրվել է եւ մենք էլ վստահորեն ունեցել ենք։ Ինա ձիավարությամբ մտածել ես, որ երբևէ կզբաղվես, թե Չէ, Սեբաստացին։ սա բացահայտում էր, ես երկար արվեստի, սպորտի տեսակներից իհարկե բոլորին այսպես գիտեմ, մասնակցում եմ, բայց ձիասպորտով երբեք ոչ միտեղ չէի զբաղվել, հա, այս մեր ուսումնական ագարակ երբ մուտք գործեցի, եկա եւ սովորողների հետ եւ դասավանդողների, դե մենք նաեւ մասնագիտական զարգացման պարապմունքներ այստեղ մի տարի անցկացրեցինք ընկեր Արմենուհու հետ Սոկրատունի։ Մինչև այդ էլի եկել էի, ուղղակի հես իմ արձակուրդից հետո, երկրորդ վիզարձակուրդից հետո եկա եւ այստեղ աղջիկ տեսա, հա, կնոջ ձեռք տեսա եւ միանգամից ինչ որ բան փոխվեց իմ մեջ այդ նկատելով ու ես էլ սիրտս քաշեց, եկա ու սկսեցի ձիավարել, հա, լրացուցիչ կրթության խմբումներ արվեցի, արդեն իմ ցանկությամբ սկսեցի ձիավարել։ Ինա քո խորհուրդը քեզ լսողին, քո սովորողին, մարդուն։ Որ շարժվեն իրենց սրտի ձայնով, լսեն իրենց սրտին, բարի լինեն, արշավեն, այս կյանքի գույները բոլորը ընդունեն, սիրեն, կապ չունի որ գույնը սև սպիտակ, թե գունավոր։ Շնորհակալ եմ։